Իսրայելը ավիահարված է հասցրել Իրանի Բուշերի միջուկային համալիրի տարածքում գտնվող շենքերից մեկին, ռեակտորներից ընդամենը 350 մետր հեռավորության վրա։ Ըստ պաշտոնական տվյալների ռեակտորը չի վնասվել, ճառագայթման վտանգ և զոհեր չկան։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատել է հարվածի փաստը, միաժամանակ զգուշացնելով, որ նման գործողությունները մոտենում են միջուկային անվտանգության կարմիր գծին։ Ռուսաստանն էլ հարվածն անվանել է անպատասխանատու, ընդգծելով օբյեկտի զգայունությունը և անձնակազմի ներկայությունը։ Ավելի վաղ նույն տարածքում արձանագրվել էր նաև անօդաչուի հարված։ Մինչև այս զարգացումները Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Իրանի բալիստիկ հրթիռների և ԱԹՍ-ների արձակումները նվազել են 90%-ով։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները խոցել կամ վնասել է առնվազն 120 իրանական ռազմանավ և հարվածել ավելի քան 7000 թիրախի, մոտենալով վճռական հաղթանակի։ Միևնույն ժամանակ Թեհրանը հերքում է այդ պնդումները, նշելով, որ հրթիռային ներուժը պահպանված է և հարվածները շարունակվում են։ Քաղաքական հայտարարությունների դաշտում ևս լարվածությունը պահպանվում է։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելն է պատասխանատու տարածաշրջանը աննախադեպ ճգնաժամի մեջ ներքաշելու համար։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ նշել է, որ Վաշինգտոնը ծրագրեր չունի Իրանում զորքեր տեղակայելու։ Նա նաև հայտարարել է, որ անձամբ դիմել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին դադարեցնելու Իրանի նավթագազային օբյեկտների վրա հարձակումները։ Սակայն հաղորդվում է, որ ըստ իսրայելական աղբյուրների որոշ հարվածներ իրականացվել են Միացյալ Նահանգների հետ համակարգված, ինչը հակասում է Թրամփի հայտարարություններին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ հայտնել է, որ կընդառաջի Թրամփի խնդրանքին։ Զուգահեռաբար Իրանը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Իսրայելի Աշդոդ և Հայֆա քաղաքների նավթավերամշակման գործարաններին։ ԻՀՊԿ-ն պնդում է, որ կիրառվել են նոր Նարսալա հրթիռները, իսկ Հայֆայի օբյեկտներից մեկը խոցվել է հենց այդ զինատեսակով։ Պաշտոնական հաղորդագրություններով սպանվել է նաև ԻՀՊԿ Քուդս ստորաբաժանման հրամանատարներից մեկը։ Միաժամանակ Իրանը շարունակում է հրթիռային հարվածները, ներառյալ նոր ալիքներ Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանն այլևս չի կարող ուրանի հարստացում իրականացնել կամ բալիստիկ հրթիռներ արտադրել և որ Կասպից ծովում իրանական նավատորմն ամբողջությամբ ոչնչացվել է։ Նա նաև նշել է, որ պատերազմը կարող է ավարտվել ավելի արագ, քան սպասվում է։ Մինչդեռ տարբեր աղբյուրներ հայտնում են, որ Իրանը շարունակում է հարվածները, իսկ Թեհրանի երկնքում ակտիվ աշխատում են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Տարածաշրջանի մի շարք երկրներում արձանագրվել են պայթյուններ։ Տնտեսական և քաղաքական ճնշումները նույնպես աճում են։ Միացյալ Նահանգները քննարկում է պատերազմի համար $100-ավոր միլիարդ դոլարների բյուջե, իսկ որոշ գնահատականներով ծախսերը կարող են հասնել մինչև $1 տրիլիոն։ Այս ֆոնին միջազգային հանրությունը շարունակում է զգուշացնել, ընդգծելով, որ միջուկային օբյեկտների թիրախավորումը կարող է ունենալ անկանխատեսելի և վտանգավոր հետևանքներ ամբողջ տարածաշրջանի համար։